Մայիսի 26-ին պատմության մեջ երրորդ անգամ ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Հայաստան։ Սակայն այցից ընդամենը մեկ օր առաջ է Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարում այս մասին, նշելով նաև երկկողմ փաստաթղթերի ստորագրման մասին։ Վերջին պահին հարմարեցրած այց է, որը նախապես չէր ծրագրավորվել։ Իհարկե թեմաներ, նյութեր կան քննարկման, բայց նախատեսված չէին, պարզապես կարելի է ենթադրել, որ մի քանի թեմա իրար են միացրել, բայց գլխավորը այստեղ իհարկե ընտրությունների նախօրյակին կառավարությանը Միացյալ Նահանգների աջակցությունը ցուցաբերելն է, այդ ամեն ինչը ցույց տալն է։ Վահրամ Կաժոյանը նշում է, այցը նաև աշխարհագրական համընկնում ունի։ Ռուբիոն գտնվել է Հնդկաստանում և վերադարձի ճանապարհին նպատակահարմար է եղել այցելել Հայաստան։ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դյունիկ Աղաջանյանի գնահատմամբ նույնպես այցը նախապես ծրագրված չէր։ Նա սա կապում է վերջին շրջանի արագացված գործընթացների հետ, հիշեցնելով նաև թրիփի շուրջ փաստաթղթերի ստորագրումն ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի անակնկալ այցը Վաշինգտոն։ Ես չեմ զարմանում, որ իրենք դրա մասին շատ կարճ ժամանակում են տեղեկացնում։ Ենթադրում եմ, որ բացի նրանից, որ պետքարտուղարը երևի հույս ունի գործող իշխանություններին նստած անձնավորությանը ինչ-որ մի կերպ աջակցություն ցուցաբերել այս բարձր մակարդակի այցը անելով, ինչը մենք տեսանք նաև եվրոպական առաջնորդների այցով այդ եվրոպական համագործակցության շրջանակներում, որը կարծում եմ որևէ էական արդյունք չի տալու։ Վահրամ Կաժոյանը ենթադրում է, որ օրակարգում կլինեն հայ-ամերիկյան հարաբերությունները, ռազմավարական գործակցության փաստաթուղթը եւ ԱՄՆ կառավարության խոստացած $145 միլիոն աջակցությունը ուղղված առևտրին, սահմանային բարեփոխումներին, էներգետիկ արդիականացմանը, թրիփի զարգացումներին եւ տարածաշրջանային գործընթացներին։ Կաժոյանի խոսքով, անկախ ամեն ինչից, այցի հիմնական առանցքը մեկն է։ Չի կետը, բայց թերևս կարևորագույնը ընտրություններից տարածիորեն 2 շաբաթից ավելի պակաս ժամանակ առաջ ցույց տալ ԱՄՆ վարչակազմի աջակցությունը Հայաստանի կառավարությանը։ Դյունիկ Աղաջանյանը, սակայն, իշխանության գործողությունների մեջ տեսնում է նաև ավելի խորքային շերտեր։ Որպեսզի նաև ընդդիմությունը տեղեկատված չլինի եւ ժամանակի ընթացքում նաև ցույցերի իրենց բողոքի ակցիաների միջոցով հանրային իրական տրամադրությունները արտահայտելու հնարավորություն չունենան։ Ինչ վերաբերում է փաստաթղթի բնույթին, Աղաջանյանը ենթադրում է, որ այն լինելու է հուշագրի տեսքով զիջումների տրամաբանությամբ։ Գործընթացի արագացումը ըստ նրանց կապ ունի նաև տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումների հետ, որտեղ Իրանի շուրջ լարվածությունը եւ լոգիստիկ նոր սխեմաների ձևավորումը կարևոր գործոն են, իսկ թրիփը դիտարկվում է որպես առանցքային բաղադրիչ։ Իրավիճակից դատելով ենթադրում եմ, որ իրենք ինչ-որ հերթական իրավական փաստաթղթային ձևակերպումներ են տալու այն հանձնառությունները, որը իշխանությունները ունեն եւ վաղուց ունեն այդ առումով այս թուրք-ադրբեջանական թուրանական ծրագիրը կյանքի կոչելու նպատակով։ Վերջերս արդեն եղել են մաքսային եւ սահմանային ծառայությունների փոխայցեր, որոնց հիման վրա ձևավորվում են նոր պայմանավորվածություններ։ Մի մասը հրապարակային, մի մասը գաղտնի։ Ռուբիոն կդառնա երրորդ ԱՄՆ պետքարտուղարը, ով այցելել է Հայաստան, Ջեյմս Բեյքերից եւ Հիլարի Քլինթոնի երկու այցերից հետո այդ առումով իհարկե նշանակալից է, բայց եթե իմանանք, որ այն իսկապես կարող է օգտակար լինել Հայաստանի հետագա զարգացմանը, ինչ որտեղ նպաստել թեկուզ ասենք մեր գերիների հետ կանչի հետ բերելու հարցերին, որը կարևորագույնը կլիներ, քննարկման առարկա դառնային, այսինքն գրավված տարածքներում հայկական հուշարձանների պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրները, ապա կարելի է ասել, որ իսկապես այցը իր նպատակին ծառայեց։ Մարկո Ռուբիոն ԱՄՆ 72-րդ պետքարտուղարի պաշտոնը ստանձնել է 2025-ին։ Լինելով հանրապետական սենատոր, նա հայտնի է կոշտ արտաքին քաղաքական դիրքորոշումներով, հատկապես Չինաստանի, Իրանի եւ Կուբայի հարցերում։ Նրա կարիերայի ընթացքում եղել են նաև մի շարք սկանդալային պատմություններ։ Ամենահայտնիներից են Ֆլորիդայի հանրապետական կուսակցության քարտով անձնական ծախսերի վերաբերյալ քննադատությունները, լոբիստական կապերի եւ գաղտնի ֆինանսավորման, նաև նավթագազային ընկերությունների
երկրներից մեծ աջակցություն ստանալու թեմաները։ 2016-ի քարոզարշավում նաև Թրամփը հրապարակային սուր վիրավորանքների էին անցնում, սակայն հետագայում Ռուբիոն դարձավ Թրամփի կարևոր դաշնակիցներից մեկը, ինչը հաճախ քննադատվում է որպես քաղաքական կտրուկ շրջադարձ։ Անահիտ Սարգսյան, Տարոն Ղանդիլյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։